Սիրելի ռադիոլսող, սիրելի հեռուստադիտող, այսօր մեր հյուրն է մշակույթի վաստակավոր գործիչ, սիրելի գյումրեցի մեծ վարպետ Էդուարդ Պողոսյանը, բարև, պարոն Պողոսյան ջան, ո՞նց եք։ Բարև աղբեր ջան, բարև Արամ ջան։ Պարոն Պողոսյան ջան, այսօր դուք հյուր եք մեր մոտ, մեր ռադիոկայանն է, Ռադիովան Գյումրին, Գյումրվա նոր երկու տարեկան ռադիոկայանը եւ նաեւ նոր հեռուստատեսություն, Արմաունդ հեռուստատեսությունը, որը նաեւ հեռարձակվում է Հայաստանից բացի Ամերիկայում եւ շատ բարձր վարկանիշ ունի դիտողական։ Պարոն Պողոսյան ջան, մենք շատ ուրախ ենք, որ դուք այսօր մեզ հյուր եք։ Ուզում եմ մենք բոլորս մի քիչ ծանոթանանք ձեր անցած ճանապարհի մասին, ձեր առաջի քայլերի մասին միջև վարպետ, լույսերի վարպետ։ Գիտեք, ուղղակի իմ բախտս բերել է, այսինքն այդ իմաստով։ Իմ հայրս որբանոցից 16 տարեկան հասակում եկել է թատրոն, բերել են թատրոն։ 1928 թվին, որ այդ ժամանակ էլ կակրած թատրոնը պետականացվել է։ Այդ 28 թվին է պետականացվել ու իրան ամեկին մի տեղ ուղարկել, հորս ուղարկել են թատրոն։ Թատրոնից ուրեմն մի 3 տարի թատրոնում է ապրել։ Թատրոնի մեջ, որբանոցից եկած, ղարսից փախած են թվերի բան։ Ու այդտեղ ապրել, այդպես աշխատել, հետո ամուսնացել է։ Հետո մայրս հետն է աշխատել բան այդտեղից 28 թվից։ Միջայլոց ասեմ, մի 2-3 տարի հետո մեր 100 տարին կլրանը, որ թատրոնում ենք։ Ընտանիքով, Պողոսյանների ընտանիքը։ Հայրս թատրոնում եղել, ես կապվել եմ թատրոնի հետ։ Գիտեք, ես կան ինձ պատմել, հետո ես բացի արխիվում նայել եմ։ Ներկայացումներ կա, որ հիշում եմ։ Վերջի անգամ խաղացել են 43 թվին, 44 թվին։ Ես եղել եմ 3-4 տարեկան ու ներկայացումը հիշում եմ աչքիս առաջ է ներկա։ Նույնիսկ վերնագիրը Կարմիր մանյակ ներկայացումը կարող եք, եթե մտնիկ արխիվ նայեք, կարող եք տեսնել վերջի անգամ երբ են խաղալ։ Անգիր հիշում եմ ներկայացումը։ Ինքը այգու մեջ է։ Այգու միջի, հա, այգու միջի թատրոնն այգու մեջ է եղել։ Ես դե ժամանակվանից կապված եմ եղել թատրոնի հետ։ Գնում էի թատրոն, գալիս էի, դերասանները շատ էին սիրում ինձ։ Գնում էի բեմի բանվորների մոտ, դեկորացիաները տնելուց, նայում էի ոնց են տնում։ Միջայլոց այդ ժամանակ ուրեմն հիշում եմ թատրոնի տնօրենը Ժան Էլոյանն էր։ Գալիս էի, դե ինձ շատ էի սիրում, ասում էի Ժան ջաջա, ինչ կերնի Սուրեն ջաջային ասա թողնի, զանավեսը ես բանամ։ Սուրեն ջաջանով է։ Սուրեն ջաջան ուրեմն հատուկ այն ժամանակ դե չկար տեխնիկաներ բաներ։ Արամ ջան, ձեռքով էին բացանում, բայց հատուկ մասնագետ էր։ Զանավեսը չպետք է կտրտվիր, հետո եթե կոմեդիա են խաղում, արագ պետք է փակվիր, եթե բան են խաղում, պետք է դանդաղ բացվիր, բան ամեն ինչը սաղ չափած ձևած էր։ Այդպես էր, դրա համար հատուկ ինքը աշխատող էր դրա վրա, ուրիշ բան չկար։ Ու մեկ-մեկ կիրակի օրերը ինձ թույլ էին տալիս, ուրեմն եթե գիտեի որ այդ մյուս կիրակի օրը ցերեկային ներկայացմանը պետք է զանավեսը ես բանամ, Արամ ջան, չէի քնում ամբողջ գիշեր, տանջվել, լեսին ձևի մտածել ինչ ամրունների մեջ, մենակ զանավեսը բանալը։ Կարմիր լույսը վառվում էր, հիշում եմ այսօրվա պես, ներկայացում վառողը հատուկ ժամանակ ռեժիսոր ներկայացում, որ ներկայացումը վառում է, աշխատում է ներկայացումը։ Կարմիր նստած է հագարակում, կարմիր լույսը վառում էր, պատրաստում էիր, մարում էր, փակ էիր, պետք է կամ բանայր, առանց կտրտելու, առանց բան, այդտեղից եմ սկսել։ Հետո այդպես կամաց 6-7 տարեկան էի վաճառված տուն կարծեմ ներկայացումներ, ներկայացման մեջ փոքր երեխա էր պետք, ես խաղացի բան, այդպես թատրոնից դուրս չէի գալիս եւ կապված էի թատրոնի հետ տարիներից։ Թատրոնը հետո 47 թվին Ֆրունզիկն եկավ, Ֆրունզիկին բերեցին թատրոնի դիրեկտորը Ժանը, տեքստիլի կուլտուրայի պալատից բերեց Գյումրու թատրոն բերեց։ Լեննագանի ժամանակ Մռավյանի անվան։ Բերեց թատրոն ու մենք սիրահարվանք Ֆրունզիկին։
Սկզբից ու եկավ ծիծաղում էինք, այնքան քեշ էր արա, այլանդակ մի հատ տիպ, նիհար, քեշ չեք պատկերացնել, շատ քեշ, ու ասում շնորհքով բան, սկսեց խաղալ ներկայացումը, խաղում էր փոքր բանը, ցեցկի էլի, մանկական ներկայացումների մեջ խաղում էր հերոսներ, սկսենք սիրահարվել Ֆրունզիկին, հետո ուզում էինք նմանվել իրան, մենակ ես չէ, ամբողջ երիտասարդը ուզեր նմանվել, այդպես Ֆրունզիկի հետ աշխատել եմ, մինչև իր մահանալը մոդ ենք եղել, մենք ընկերներ ենք եղել շատ մոդիկ, ու այդպես ոբշեմ թատրոնից դուրս չեկավ, այդպես կապված, հետո Ֆրունզիկին տարան Պիոներ պալատը բանի խումբ էին բացել թատերական, ինքն էր ղեկավարը, իր մոտ գնացինք աշխատանք, բան հետո 58 թվին լսինք որ բան բարի պետական անսամբլի բացվի Երևանում, այդ որ լսեցիք բան, ես էլ ուրեմն թատրոնուր գալիս էին Վրաստանից բարելի, պարողները գալիս էին Վրաստանից համերգներ տալու, ես էի վարում այդ համերգները ներկայացումներ, չասի որ հերս էլեկտրիկն էր թատրոնի, լույսերն էր, ես էլ իր հետ այդպես անում էի, իրանց հետ աշխատում էի, այդպես ոբշեմ դառա ասվիցից էլ, սկզբից ցրիչ եմ եղել, գնում էի դերասաններին, հեռախոս չկար, բան չկար, գնում էի ասում էր դուք այսօր զբաղված եք, եկեք, կամ գրություն էի տալիս, տանում էի քաղսովետ, գալիս էի, վճարում էին ինձ, ես երեխա դպրոցի հետ միասին աշխատել եմ, դպրոցի հետ միասին։ Նաև ասեմ սիրելի ռադիո լսողին, սիրելի հեռուստադիտողին, որ նաև դուք բարի վարպետ եք։ Բարել եք, դասավանդել եք, այդ ճագերտները բաց ենք, այն մարդիկ ովքեր որ գիտեն պարոն Պողոսյանին, իրանք գիտեն որպես Լուիսի վարպետ, ասեմ որ նաև ինքը բարի վարպետ է, այսինքն դասավանդել եք։ Փոխվել էր, մի մոմենտ ասում էի սիրուն էջիգը, հետո դառել էր թատրոնի էջիգը, հետո մի մոմենտ էլ ասում են պարող էջիգը, որտեվ գիտեք, այն ժամանակ բարի պետական ընդունվելը սարսափելի դժվար էր։ Այդպես բան, այս հիմիկվա պես չէր, որ այսինքն ով ուզե բարե ինչ անե, հիմա փոխվել է ժամանակը, սովսեմ ուրիշ է, այն ժամանակ բարի պետական, դա գիտեք ինչ է, մադով ցույց կտային։ Եվ ուրեմն 56-55 թվին էր, թե քան այդ թվերին Վրաստանից խումբ եկավ թատրոն, պարեցին, հետո ես իմացա, որ ինչ որ Ռամաշվիլի, Սուխուշվիլի խումբն է, շատ ուժեղ պարեցին, այս դուրս եկավ այդ չերկեսկիկը իրանց, այդ խաչը, բաները հակուստը, բան ֆիգուրաները, շատ դուրս եկավ այդ պար, ասում եմ ես պարող դառնամ։ Ու սկսի պարապել, թատրոն, ես 16 տարեկան հասակում եմ պարապել, կամ 2 տարի, հետո գնացի ես Շաբոյանի մոտ ընդունվելու, Պապաներ իր այդ մոտիկ էր, հերսել ասել էր դեկուկապան, զել էր թող կա, գնացի երկատքից, ինձի նայեց բան, ասես տղա ջան գնա, Պիոներ պալատը, մոդելի բաներ կա, սամալոտ կստարկեն բան կնա ընդեղ, երևի տեսա որ տարիքով եմ, չմտածեց որ բան, եկա, ուրեմն չղանյացա, գնացի Շաումյանի կուլտուրայի պալատ ունեինք, ընդեղ իմացա կար Օնիկ Ելոյան, շատ էլի լավ մասնագետ, մտել եմ նես, ոչ մի բան չեմ արել, միջայլոց, քայլվածքը շատ լավն էր, նախանձվեինք միջայլոց, մեր տերասանները կուզեին ուզի նմանվեին, քայլեին երիտասարդ տերասանների մասին է քայլ, ընձի ցանկաղ քայլվածքս, ուրեմն մտնից կնես, ակի տարածության վրա նստած է ժուրին, մտա գնացի, դուռ փակեցի գնացի, այսօր գնացի դուռը ես գիտեի ինչ պետք է անեն, դուռը հետևից բացեցին, ընդեղից դե դուռը բաց թողեցիք մի հատ փակեք, դիմացից գնայինք քայլվածքիդ, շուրեգա դուռը փակի, նույնիսկ մոդեցաբան, եւ մի հատ մոդեցիկ դաշնամուրն էլ բան չարեց, չխփեց բաներով, մադիտը ձեռը, դա բաներ խփեց մի երկու հատ, գիտեք պետք է հաշվեմ ես թե ինչ, լսի իմ ամիջապես խփեցի բան, լավ է բան, այդ է եղել, բարել չտվին, պես ընդունվա։ Գյումրվա հարսանիքի ժամանակ ես պետք է նկարվեի, բանը, պետք է նկարվեի քավորը, քավորի ընձի էին արդեն պրոբերև նկարվեի, բայց քանի օր ես խումբը այն ժամանակ շատ դժվար էր, բաներ վենգրիա պետք է տանեի։ Խումբը տարա վենգրիա չկարողացա նկարվել, Ալբերտը նկարվել, ես պետք է նկարվեի Ալբերտի երկեր։ Պարոն Պողոսյան, ուզում եմ խոսենք մի քիչ ընկերներիդ մասին,
այն մեծամեծ ընկերների ու մարդիկ միշտ երազում էին, որ իրենց մոդիկից տեսնեին բան ու իրանք եղել են բոլորը շատ ձեր մոտ ընկերները եւ նաեւ իրանք էին պատմում, որ էջինք բոլորը կոչում էին Լույսի Վարպետ։ Մենք ասում էինք Վարպետ, բայց բոլորը կոչում էին Լույսի Վարպետ։ Հա, դե գիտեք, բանը Ֆրանսիայի դե բոլոր գիտեն, շատ տեղեր եմ տվել, ես Ուկրաինայում, Մոսկվայում հարցազրույցներ շատ են անցկացրել, ինձ հետ միայն որ գալիս են Երևան, հələ դեռ Ալբերտի ժամանակ նախ գալիս էին, ասում են, եթե ուզում եք կոնկրետ ճիշտ բան իմանաք, գնացեք ես ինչ մարդու մոտ է։ Որտեվ նույնիսկ կար եղել է բաներ, որ կասկածել են, ես եմ ախպերը, թե Ալբերտն է ախպերը։ Այդքան մենք հարազատ մոդիկ ենք եղել, բան Ֆրանսիայի հետ կենսագրություն ունիմ։ Դե բացի Ֆրանսիից շատ լավ ընկերներ եմ եղել, Խորիգետ շատ մոդ եմ եղել, Խորիգետ 6-7 տարի աշխատելուց բացի նախքան իրա Գյումրի գալը, ես իրա լույսերը էլի ես էի տնում, այնտեղ բեմադրություններին, բան։ Հայաստանից դուրս եք եղել, չէ՞։ Հայաստանից դուրս եղել եմ, Խորիգետ Լիսաբոն եմ եղել, Պորտուգալիա եմ գնացել Խորիգի հետ, այնտեղ լույսեր եմ տրել Եվրոպայի թատրոնների համար, մի քանի թատրոնի համար, նույնիսկ եկե խնդրել են ուսանողներ, բաներ, թե իրանց ղեկավարը, թե թուրքուդակ ձեր լույս տնելու ժամանակ մեր երեխեք նստին, բան, լեկցիա եմ կարծել շատ ահագին, թարգմանիչով, ինչ բան է լույսը, ինչքան բան կարի, դուք լույսը ներկայացման մեջ, ես ինչու մար ինձ ասում են էլի լավ ճանաչված ռեժիսոր, որ եզիկը մտնիր մեջ է ներկայացման։ Դու ինքը խաղար մենակ իրա կերպարը, ես բոլորի կերպարները կխաղայի լույսով, բոլորի, որտեվ գիտեք այնտեղ բառեր կա, որ տեղ հասնի, եթե տեղ չասավ, իզուր եկե հանդիսատեսը թատրոն։ Եթե այդ խոսքը տեղ չասավ, հավասար ինքը ներկայացումը չի նայ։ Ես հիշում եմ, որ ես դրանք այնպես էի անում, որ կողքը, ասենք, շատ է պատահել, որ հերոսը խոսողի վրայից լույսը հանել եմ, տվել եմ պարտների վրա, որ չխանգարե։ Պարտները չխանգարի, որ զգա ինքը բեմի վրա է, պահել եմ, այդպես է եղել, ախպեր ջան, ես շատ գիտեմ։ Պարոն Պողոսյան ջան, եղավ այդ չարաբաստիկ երկրաշարժը, մեծ ավերումներ, մեծ կորուստներ ու այդ բոլորս գիտենք, որ թատրոնը չվնասվեց, թատրոնը պահվեց ու բոլորս գիտենք, որ թատրոնը պահել են Պողոսյան Էձիգը ու իրա ռազմիկներ Գերասիմ Բադոյան։ Այ ոնց պահեցիք այդ շենքը, ինչպես պահեցիք։ Գիտեք ոնց է, ժամանակին կներեք, ժամանակին գիտենք, որ լիքը բաներ թալանվեցին, լիքը բաներ կոտրեցին, միջիկույկը տարան, վառեցին, մարդիկ վառելիք չունեին, որովհետև քեզ օրինակ նոր սարկած ամեն տեխնիկայով, ամեն ինչով, միջով չմնաց, լրիվ տեղն էլ հազիվ տեղը գտանք, որ այդպես էր, լրիվ քանդվա 10 հարգանի հյուրանոցը Շիրակ, այդ ինչեր էր, բանկեր, խանութները բացին ժողովուրդը լրիվ տարան, քաղկոմի քարտուղարը Միսակ Լևոնիչներ այդ ժամանակ կարկադրել էր, որ ճարտարապետներին տեղ տանք թատրոնում, այ վերև այս խաչը կհանեմ, որ հավատակ, թատրոնում տեղ տանք, որ կան աշխատին, չթողինք։ Ես նաև գիտեմ, որ դեկորատիվ զենքեր այդ բան է, երեգոները, որպեսզի բան եղնիր, այդ արդեն լույսի միամիտ պատահական, տեսա որ քաղաքի մեջ հերու լույս կերևա, թատրոնից, տեսա հերու լույս կերևա, ասի ռազմիկ հնարավոր չի մենք է պետք ունենանք լույս։ Ասի իջա ներքև մեր շտերն անջատեցի, դե ես թատրոնի ժամանակ էներգետիկն էի եւ նկարիչ լուսավորողն էի, լրիվ ամբողջ երկու հաստիկ էր իմ ձեռքս, լրիվ իջա մեր շտերն անջատեցի, հետո ասեմ այդ լրիվ թատրոնը նոր շենքը որ շինվավ, ես 2 տարի ռուսների հետ աշխատա լրիվ, գալիս էի հետներ աշխատող, լրիվ սորվա նոր տեխնիկաներ էր տրված այդ ժամանակ պրոգրամնի պուլտ բանես, այդ բաներով։ Ես ուրեմն լրիվ անջատեցի, գնացի մեր տեպեն, որտեղից որ հոսանքը կսնվի։ Գնացի տեպեն անջատած վիճակ է։ Տեպեում խփեցի, զգացի որ լույս կա։ Մարածը, եկա թատրոնը լույսը անջատեցի բոլորը չտեսնին տեսից բան, խփեցի որ լույս կա։ Ու այդպես մենք արդեն լույս ունեինք թատրոնի մեջը։ Ու սկսեցինք այդպես շենքը գիտես ոնց էր։ Ուրեմն ես այդ օրը Երևան գնացի առավոտ երաշարի ժամանակ թատրոն էր հրավիրել մեր դիրեկտորը հրաման էր տվել խփազեր համար պարդադիր բոլորը լինեն ժամը 11-ին թատրոնում
բոլոր կոլեկտիվը հարցեր կար Ղարաբաղի հետ լուծված, ինչ որ այնտեղ պետք է խոսեին, որ մարդիկ օգնություն տան, ով ինչ օրեր ունի, ֆստան, վիլան, ոբշեմ օգնեն բանի։ Ես Երևան էի գնացել բանը Գոյի թատրոնը սարքելու համար։ Գնացել էի, որ տեսել էի, բան պետք է նայեինք, ոբշեմ պայմանագիր կնքելու։ Ժամը 11-ն է, 12-ն է, քանիսն է, այդ երաշարժն եղավ։ Ես Երևանում էի։ Խաղցավորա Երևանում էի, մեր դերասանները խառնվան իրար Շաում Ղազարյանը, բանը Մայիսը Կարագոզյան, բան իրար հետ էինք, այնտեղ կանգնած էինք, իմ լավ ընկերներն են։ Հետները բան, Իշխան Ղարիբյան, Վադեցան թե վայես ինչ բաներ, ես էլ ծիծաղում եմ վրեկը, հեչ բանից խաբար չեմ։ Ծիծաղում եմ թե Երևանցած կալես երաշարժ բան, այդպես, որտեղ շատ ուժեղ ընդեղ զգացվավ բան։ Այդպես բան հեչ բան չկա, բրոմիկը բան չի ասում, միացած տրաուրնի երասուն կերտա։ Երկարացել եմ մինչև ժամի 3-ը, ժամը 3, թե ուշուչուտ բան են ասում շուտով բան կհաղորդենք, բան Վրաստանի, չէ, Վրաստանից լցվել են բանը, առաջինը Վրաստանը, բան խառնվել են իրար բան, մենք հələ Երևանում ժողովուրդը խաբար չէ, ժամը 3-ին տելևիզորը նոր թատրական ընկերությունը կողքն է, հիմա ֆրանսիական տեսփանատունն է դա։ Մենք այդտեղ մտանքներ տեսնենք ինչ պետք է հաղորդեն։ Մենք գիտենք թե Ադրբեջանի բանի հետ, այդ Ղարաբաղի հետ կապված բան պետք է հաղորդեն։ Մեկ էլ չասես, լենդագանը չկա։ Խուճապի չմատնվեք, չգիտեմ ինչ բան, մեկենաս ներքևը կայնած էր։ Ես ինչ խեմ, միջև մեկենա, տղեկը հետո կպատմի թե էզիկ դու էդի շխանցար այդ տրամվեկի կծերից ու բարեր ձերի ծևի կնացիկ։ Ու եկա Գյումրի։ Ճանապարհին արդեն կտեսնի որ մեկենաներ կուկան, միջները գլխները կապած, բանով դեպի Երևանի կողմը, բանը հասած տրոյ մաշ, մի հատ աղջիկ գցեց մեկենայի տակը կնիրայ, կայնավ, ինչի աղբեջանը զիտար հորս ցենը կուկա բանից բան, էսկոմենկոմ բան եկեն։ Տարա այդ լիչավ եկա, մեկենասել հələ չեր մտնի այդ մոստի տակը, ավտոներ էր կայնած, իջա վրա ոդոպետա այդ դուծերը բդազնի սիտից կմտնի մաշինես։ Եկա քսպրտվելով, եկա մեր տուր բան չկա վերջը։ Հարևանս էր մենակ փողոցի վրա, սա ծերոնց բան չեղեք, որ բան չկա միանանք ստանա։ Հա, մտա ու բանը արդեն տեսա ինչ է բաներ բան, ժամը 5-ն էր թե 6-ը թատրոնի միջավայրն իշխե բան, չէ, ես ներողություն, նախքան այդ հարցրել էի, այսինքն որ թատրոնի բան չի եղել, հələ, հա, թատրոնը, ժամը 6-ը 7-ը գնացի թատրոն պաժարնի գնեմ, մնացել մեջը, Տարիկով Մաշտեր, շատ լավ, Վալոդյան, բան, հիվանդ է բան, սի Վալոդյան ինչ է, կարող ես մինչև առավոտը, հա, սի առավոտը մենք կուկանք կեզի, ոչ մի մարդ չկա աշտեն, սաղ, ոչ մարդ կա, ոչ բան կա, բաղել են կեսը Երևան են տարեն, ընդեղ են տարեն, մենակ Վալոդյան է թարկ մնացի, ամեկ իրա հոգսերով, իրան զոհերով բան։ Եկանք մյուս օրը առավոտը ենին, գնացինք ու Վալոդյաս հրգինք տուն, Ռազմիկին վերցրի, եկանք իմ լավ ընկերներից էր թատրոնում, մնացինք թատրոնում։ Ու պահեցիք թատրոնը։ Թատրոնը պահեցինք, գնում էինք, կար զոհեր ունեինք, կամ օգնեինք մարդկանց իմ մեքենայի վրա բանեի դրի, որ տեսնեինք մաշտե չեն կրնա, կտնեինք մեքենա վրա, տանեինք, կտեղափոխեինք, բան, այդպես Ռազմիկը գմնար ես կերտայի, ես կայի, մի հոգում չթողինք թատրոն մտիր, մի հոգում չթողինք, մի հատ չոպ, մի հատ բան չեղավ, լրիվ այդպես մաքուր, հետո այդպես անցավ, էլի, ու գալիս էին մեզ Երևանից լավ ընկերներ ավտոբուսներով բան գալիս էին թատրոն էզիկ բան ասում էի սիգարետ մեկ է ջուրի չծրեք մնացածը թատրոնի դուրը բաժանեք եկան մասնագետներ եկան Երևանից թե ինչով օգնենք բան ասենք պարերը սարքենք Ռազմիկի հետ խաչ դրեցինք թատրոնի մեջը սրանց հյուրասիրենք բան թատրոնի պարերը փոխեցին սարքին նորմալնի թատրոնի պարերը լավ եղավ Երկրաշարժից հետո առաջի բանն է թատրոնը աշխատել է մեր Գյումրվա թատրոնը Գյումրվա թատրոնն է աշխատել եւ բանը եկան Մոսկվայից բանը այնքան քանի միջոցառում են կերել Շարլը եկավ իր լրիվ թախումով բանը Մոսկվան Կիրիլ Լավրով բանը Ուլյանով բան դրանք եկան մինիստրն եկավ տեսա որ մենք պահել ենք շենքը իմացավ բան ասեց ինչով օգնեմ ինձ ասեց ինչով օգնեմ ցես ասի մի հատ
թատրոնին ասի բան մասնագետին ինչ է պետք մինիստրն է սովետական միության կուլտուրա էս բաները քիչ բաների ուզե գրեց մոդը հետո մի հատ աղջիկ կար գրեց ինքը ես ինչ որ ուզի էլի բացադրի գնացին մոռացել եմ որ ուզել եմ անցել էր մի ամիս երեք ամիս ես մի Երևան եմ գնացել նախարարություն գործով այնտեղ թե բաներ երեգեցի ինչ որ էսի ծախեցին որ չսեին ես էլի չէի իմանա այնտեղ դիամանտաժից մարդ կար այդ դիամանտաժը թե էդի կվերցնենք չգիտեմ ինչ տնենք այդպես ինչ որ բաներ իմ անգլիզից կբավ ի խառն իրար սա բանը իմացա այս աշխատողներից մեկը ինձ դե գիտես փոխության ձեր անունով Գյումրի անունով բան է վերջը բաների խառնի իրար նոխորոր Բերի ավտոն ու բարսավ ու տարա, էդ իշկոն պրոժեկտեր, էլ ինչը սես խրգել են դեղից։ Էդվարդ Պողոսյան տնորեն, դրամատիկ թատրոնի, Գյումրու դրամատիկ թատրոնի տնորեն, այն ժամանակ էլ էիք տնորեն, ճիշտ է, կոչումով չէ։ Ես դա ջան գիտեք, հրավիրված էինք Բեյրութ, Երևանի հետ պետք է գնայինք նախ այնտեղ ես բաները սարքեցի լրիվ իրանց տեխնիկական տեղադրի հետո լույսերը ներկայացման Երևանի հետ բեմադրություն արինք այնտեղ մնացինք Բեյրութում ուրեմն Բեյրութում մեզ հրավիրեցին հաց ուտելու Երևան ծովի վրա հարուստ մարդիկ շատ այդ հարուստ իրանցն է այդ նավը բանը տարան մեզի ոբշե մենտեղ հասյավա դուրս եկանք երեկո է արդեն ժամի 11-ն է մեզ ուղեկցում են մեր որտեղ որ մնում ենք էլ այդ հյուրանոցն էլ ծովին մոդեգ է ծովը բալկոնը վնասում է ծովը կերևա բան շատ լավ եղանակ է բան եկանք որ ասում ենք հայկական եկեղեցու կողքից կազմենք Երևան տեսավ դեզիկ գիտես բան է բացի արի մի հատ մտնենք խնդրենք այդտեղ կանգնա մեքենան մտանք լենից մոտ իրանց գումարների չկար ես որովհետեւ հիշում եմ 1000 դրամ դրեցի այնտեղ մեր փողը մոմ վառեցինք բան մոմերն լամպշկեկով էր բաներ ոբշեմ դուրս եկանք նստանք եկանք ինչի մասին է տնորենի եկանք ուրեմն մտանք չենք քնել խալաձենիկում բան ունենք պիվաբան ելանք դու բալկոն նստած խոսենք ասի Երևան ասես ինչ ասի հետաքրքիր բան էր բայց պատկերացնել ես սկսի թատրոնի տնորեն տվին հեչ բան մոդս չփոխվավ քեզի կսեմել է տղամարդուս բան խնդաց Երևանից ինչի է խնդաց Սա քանի տարի է թատրոնն ես շարքն 40 կեղլի երևի մի 38-40 տարի Այդքան վաղ դու տնորեն ես ինչ պետք է զգաս ես միշտ տնորեն եմ եղել տնորեն եմ զգացել ինձ Գյումրու պետական դրամատիկական թատրոնը սովետական միության դարպասներից դուրս առաջի անգամ հյուրախաղ է ունեցել արտերկրում պարոն Պողոսյանի ժամանակով այո այդ առաջի անգամ որ մեր դերասանները դուրս են եկել որպես Գյումրու պետական դրամատիկական թատրոնի ներկայացում են տարել այդ տարել եք դուք այո կասեք ես տարել եմ ուրեմն տարել եմ առաջի անգամ տարա Պարսկաստան էնել գիտեք գնացել էինք Պարսկաստան վիզաները բան խփել բան այնտեղ բան կա կարևոր որ ես պետք է տեղյակ պահեի ես չէի պահե տեղյակ կառավարության հատուկ տեղ որ պետք է տեղյակ պահես անպայման ես տեղյակ չէի պահե ու իմ գլխի մեջ խաչ կար որ եդեգանք կանչեցին որ շշմաստից գնացի եկել եք Բայց ինչ եք, բան իսկում եկում հարցում մի հատ կիներ սա գլխի մեջ խաչ կա Պողոսյան ջան, ինչի որ այնտեղ չեպե չես ունեցել։ Մի հատ փոքր չեպե եղնի կորած էիք, որտեղ ոչ էլ բան, տարանք այնտեղ գնացինք եկանք շատ լավ հաջողություններ ունեցանք։ Ակի նվերներով առաջի տեղ գրավեցինք իրոք, բերեցին մեզի բոլորս կան այդ բաները, բան տվեցին, հանձնեցին, բան պաշտոնական նորմալի բանը ծերերին էր նվիրված, ներկայացում փառատոնը հետ, մենք որ հրավիրված գնացինք այնտեղ, տալանք լավ ներկայացում ծերերին նվիրված։ Ասեմ որ միջև Երկրորդ անգամ տարել ենք Հալեբ, երկու անգամ Հալեբում ենք եղել իմ օրով։ Երևանի հետ եմ եղել շատ Ղազանջան, Բեյրութ երկու անգամ այնտեղ գործ ենք արել ներկայացում ենք բեմադրել բան 10 տարի Հրաչի Ղապլանյանի հետ աշխատել եմ համ իր թատրոնում, համ Մոսկվան։
Սունդուկյանում Աջեմյանի հետ երկար տարիներ առանցից Աջեմյանը լույս չի տերել, նրանից հետո Հրաչի Ղաբրիան, Խորեն Աբրամյանը։ Խորեն Աբրամյանը նախքան մեր մոտ գալը, իր մոտ ես լույս էի տնում, լույսերը բան ես եմ արել, առանցից չեն աշխատել։ Թեպետ ունեին լավ մասնագետ, որ իմ լավ ընկերս էր, ով որ իրան միշաս իմ աղբերներ, իմ լավ ընկեր, չէր նեղենա, չէր վիրավորվել։ Իրանք ասում են, որ այն ինչ որ մենք բեմի վրա ենք անում, այդ Պողոսյան էջիկը անում է կուլիսներում։ Հա, ասում են։ Կար այդ խոսքը, չէ՞, որ իրանք էին ասում, որ բան ասում են, ինչ որ անուններ է տալիս, ասում են, դե գալիս է Հրաչյա Ներսյանից մինչև Ֆրունզիկ Մկրտչյան, այդ բոլոր այդ բանն էսքում ասում են, ինչ որ նրանք չեմ չափազանցում, ասում են, ինչ որ արեցին բեմի վրա նրանք այդ բաները դրա։ Նույնը էզիկը կուլիսներում։ Պարոն Պողոսյան, ինչ կմաղթեք։ Գիտես ինչից է դա։ Ես օրինակ կմաղթեի, ինչ գործի կուզես եղի, ով կուզես եղի, կոշկակար կեղնիս, սվարչիկ կեղնիս, դու ես շատ գիտեմ, հավա ինչ գործի կուզես, եթե ինչքան որ ես եմ սիրել թատրոնի չափ սիրես, հրաշքներ կգործես։ Լավ եք, պարոն Պողոսյան։ Դու լավ եղնի ցավը տանում։